Ախքին տականքներին Ռոբերտ Քոչարյանին, Սերժին ինչքան որ կերել է, սա նրան լիստային նկատի ունեմ, որ ինքը փախած է երկրից, նրան սաղին հետ բերեք ու դատեք նրան սա։ Այդ բանը։ Քրական գործեր կան, իհարկե, ընթացքի մեջ էլ մենք ունենք մեր որ այդ 10 տարի ինքը այդքան թալանեցնի, հիմա լուզվա նույն իշխանության գլուխ դառնա, որ նույն էլի թալանի։ Իշխանության գլուխ դառնա ինչ արել մեր համար։ Եվ իրանց որոշելով չի կամ ին որոշելով չի։ Ձեր որոշելով է, դուք ոնց կորոշեք թե։ Չէ, դուք այն վաղ ինչ եք որ ասեցիք, այն վաղ որ ասեցիք ինչքան որ թալանել եք, սաղը հետ եք վերել թալանը, կոպեկ առ կոպեկ։ Այն վաղ ասեցիք, հիշում եք։ Եվ հետ ենք վերել, կոպեկ առ կոպեկ հետ ենք վերել, հատիկ առ հատիկ հետ ենք վերել, եւ հետ ենք վերել։ Որովհետեւ բա հիմա տեսեք, հեղափոխությունից մինչև այսօր Հայաստանի պետական բյուջեի հավելյալ եկամուտները կազմել է 6.6 միլիարդ դոլար։ Բայց որտե՞ղ է։ Բայց այդ փողերն են, չէ՞։ Հիմա զուգահեռ նաև ապօրինի գույքի բնագանձման համակարգը սկսում աշխատել, համայնքային շահի, պետական շահի պաշտպանության եւ այլն ստերի կրճատման։ Ես հասկանում եմ, որ տեմպից դժգոհ ենք մենք բոլորս, բայց դա պետք է հաշվի առնենք, որ մենք մաֆիայի հետ գործ ունենք, մենք մաֆիայի դեմ ենք կռիվ տալիս։ Մաֆիայի դեմ կռիվ տալը հեշտ չի։ Այս ու ընդ որում մաֆիայի դեմ կռիվ ենք տալիս այսքան բաների մեջով անցնելով։ Դրա համար մենք ոչ մի անգամ ոչ մի քայլ հետ չենք արել։ Ուղղակի այո, մենք առաջ գնալու դժվարություն ունենք, բայց գնում ենք։ Դժվար, ծանր, բայց գնում ենք։ Եվ գնալու ենք։ Այսինքն տեմպի հետ կապված այո, դուք կարող եք ասել, բայց մենք ոչ մի հետ քայլ չենք արել։ Դրանում կարակ համոզված ենք։ Ոչ մի կուլիսային կոմպրոմիսի չենք գնացել, չենք էլ փորձել, չենք էլ մտածել։ Հնարավոր էլ չէ դա։ Մենք գնում ենք առաջ։ Ու ոչ մեկ ոչ միտեղ չի փակնի, բոլոր գույքերը կալանքի տակ են, ոչ միտեղ չեն կարա շարժեն եւ այն եւ։ Ու մենակ այդ հիշում եք այն նախկին գլխավոր պատախազաղման Հովսեփյանը, որ ասում է, ինչ եք ուզում պետք կլինի, սա Երևանը կթալաների։ Այդ իր այդ ասած խոսքերը ինչ։ Ես չեմ հետևում իր ասածներին։ Նվիրեմ միացան։ Ու մենակ գիտեք ինչ եմ ուզում։ Բանը մի րոպե էլի, այս արանքում Արանքում սենց ինչ որ բաներ կան, որ կանեն։ Կարելի է։ Հա, ոչ, հա։ Բայց մի բան ասում, Ամսի 28-ին կտեսնեք։ Հա։ Ամսի 28-ին Հանրապետության հրապարակ համեցեք, մայիսի 28-ին, այնտեղ մենք հաշվետվություն ենք ներկայացնել, թե մեր բանակի զարգացման ոլորտում ինչ ենք արել։ Ես խոսք եմ տալիս, որ դες եմ պայմանագրելու։ Հա, բայց դրա եկեք ամսի 20 կամ հեռուստացույցով կարող եք կհետևեք։ Բայց եթե կամաց որ էսենց գնա լավ կլավանա, չէ՞։ Շնորհակալ եմ։ Դուք պետք է ասեք։ Ես շատած ձեզ եմ տալիս, շնորհակալ եմ։ Այո, անեք ինչ որ ասում։ Միանշանակ։ Լավ է, ես հաջողություն։ Շնորհակալ եմ։